Անդրադառնանք, որովհետև իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը մեզ հասցրել է դրան, որ մենք նման բառապաշար օգտագործենք եւ վկայակոչում ընդդիմության հայտարարությունները այս իրավիճակում նախ հնարավոր է շարունակել ազգային ժողովում նիստերի մասնակցելը, հարցուպատասխանի մասնակցելը, դուք ինչ կարծիք ունեք։ Մենք մեր ֆրակցիան հարցուպատասխանին չի մասնակցում, դուք տեղյակ եք, հատկապես 22 թվականից հետո երկու գործընկեր ֆրակցիաների միջև կա որոշակի մարտավարական փոփոխություններ եւ այն պատկերացումների շուրջ, թե ինչպիսին մեր մասնակցությունը պետք է լինի խորհրդարանում եւ դրանով պայմանավորված 22 թվականից հետո դիմադրության շարժումից հետո, երբ որ խորհրդարանում գործունեությունը մեր շարունակում էր, մենք մեր ֆրակցիան որոշակի վերափոխումներ իրականացրեց իր մոտեցումները եւ սկսած եւ հարցուպատասխանի այդ մոտեցումից, ֆորմատից եւ վերջացրած տարբեր հարցերի շուրջ, ոչ առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ առասարակ իրենց այդ դիսկուրսի չմտնելու այդ տեսանկյունից, այն ինչ որ երեք խորհրդանում դրսևորում էր, դա բավականին այլանդակ դրսևորում էր, որը հարի չէ որևէ խորհրդարանին։ Հիմա գիտեք, յուրաքանչյուրը իր հայտարարությունը, իր խոսելավեճը բերի կապի այս կամ այն մարդուն, դա որևէ ձևի չի բխում տրամաբանությունից։ Յուրաքանչյուրը իր կերտվածքին համաձայն է գործում, աշխատում, գործունեություն ծավալում, եւ եթե մարդու ներսում չկա այդ սահմանը, որը շատ դեպքերում խորհրդարանում հատվում է, ապա այդ մարդը տարբեր առիթներով այդ սահմանը հատելու է եւ այդպիսի դրսևորում էլ ստանալու է։ Մեծ առումով այն ինչ որ տեղի ունեցել մեր խորհրդարանում անընդհատ տարբեր փուլերում դրսևորվել է, որը անընդհատ հրահրվել է իշխանության կողմից եւ իշխանությունը հատկապես ագրեսիվանում է այն իրավիճակում, երբ որ խնդիր ունի ամեն գնով պաշտպանելու սեփական քաղաքական առաջնորդին եւ հենց այն իրենց շատ սիրած նախընտրական տրամաբանության ներքո, որովհետեւ հերոց չեն ժամանակները, երբ որ մենք կմտնենք նաեւ նախընտրական ժամանակահատված իրավիճակի բերումով եւ յուրաքանչյուրը փորձում է արևի տակ իր տեղը գտնել եւ յուրաքանչյուրը որքան մոտենա 26-ի շեմը փորձելու ավելի շատ իր առաջնորդին ցույց տալ իր հավատարմությունը եւ իր նվիրվածությունը։ Դա դրա նաեւ դրսեւորումներից մեկն էր, էլի։ Պարոն Աբրամյան, դուք միայն իշխանության պահվածքն եք գնահատում այլանդակություն, թե նաեւ Լևոն Քոչարյանի։ Մենք խոսում ենք դրսևորումների մասին, մենք խոսում ենք խորհրդարանում տեղ գտած բարքերի մասին, որը հրահրվում է իշխանության կողմից, որի արտացոլումը եղել է նաեւ 3, բայց դա չի եղել ոչ առաջինը, ոչ էլ վերջինը, եւ իմ գնահատականը ես արդեն հնչեցրեցի տեղի ունեցած այդ կապված։ Երկու կողմին է, բայց այն։ Ես մեծ առումով նիստին էլ չեմ մասնակցել, չեմ ունեցել, ճիշտ ասած նաեւ տեսանյութերով եմ հետևել, բայց ակնհայտորեն դա հրահրվեց իշխանության կողմից։ Ում արածները ցես դիտած տեսանկյուններում արածները այլանդակություն։ Իշխանության դրսևորված այդ հավաքական առումով։ Իսկ ընդդիմադիր պատգամավորի հայոյանք հնչեցնելուն ինչ գնահատական եք տալիս։ Ես հայոյանք չեմ լսել, ով անդիմադիրներից դալիճում չեմ եղել։ Ես տեսել եմ այն ինչ-որ տեսանյութով, չէ, ես եղել եմ տեսել եմ այն ինչ-որ տեսանյութերով արտահայտված է եղել ելույթներով։ Եվ ինչ է կարծում Արսեն Թորոսյանը եւ Լևոն Քոչարյանը պետք է իրենց այդ պահվածքի համար մանդատներից հրաժարվեն, թե ոչ։ Ես հիմա գնահատական չեմ ուզում հնչեցնել, յուրաքանչյուր ինքն է որոշում, թե ինչպես իր վարքը դրսևորե եւ ինչպես իր գործունեությունը ծավալի։ Ես ոնց որ համարում եմ, որ պետքա ճիշտն է, ոնց որ վարվում եմ, դա արտահայտված է իմ գործունեության մեջ։